Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անդուկ Բայց դուք ինչի որոշեցիք, որ մենք ունենք լարված հարաբերություն։ Հարցնում եմ։ Ոչ։ Նորմալ աշխատանքային են։ Շատ նորմալ։ հարցը տամ ու վերջերթեք։ Երբ որ հանրահավաքներին պարտադրելու, մասնակցել պարտադրելու հոդվածով մեղադրանք է առաջադրվում, մեղադրանք է լինում հանրահավաքներին, երբ որ հանրահավաքներին պարտադրելու հետ կապված խուզարկություններ եք անցկացնում առաջնորդարաններում, Մկրտիչ Սրբազանի մասնավորապես, օրինակ Միքայել Սրբազանի հետ կապված առաջնորդարանում գնացել էին, այնտեղ նշխարը տրորված բաներ տեսանք, հատվածներ տեսանք, որը բաներ արել, հավատացյալների հոգևոր զգացումներն էր ոտնահարել, բայց այդ էլ հələ մի կողմ թողնենք, Մկրտիչ Սրբազանի խուզարկությունից հետո հրապարակվում են կադրեր դոլարների, եվրոների, ինչ-որ արծաթե այդ ձուլակտոր եւ այլն, դա հանրահավաքին մասնակցելու հետ ինչ առնչություն ունի, ընդհանրապես ինչի է այդ բանի հետ, մեղադրանքի հետ կապ չունեցող այդ ամեն ինչը նետում դաշտ։ Ձեր ասած նետել դաշտը պայմանավորված է եղել, դուք նշեցիք, որ միայն այդ հոդվածով է Վարուտ նախաձեռնել, ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Յուրացումով, այո, Վարուտ ենք նախաձեռնել։ Յուրացնում էր դոլարների հետ կապված դրա համար եք։ Յուրացման Վարույթ է նախաձեռնվել, որ յուրացման հետ ինչ կապ։ բանն են յուրացնում, նշխարն են յուրացնում են գումարը։ Դրա համար Պարոն Պողոսյան, չէ, գումարները յուրացում։ Դուք ինչպես եք վերաբերվում։ Բայց դուք շատ եք հարց տալի ոնց է։ Այս են հոգևոր ոլորտից, այս երկու հարցի տամ ու վերջ։ Դուք օրինակ ինչպես եք մեկնաբանում, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Արշակ Սրբազանի մասին մի գրառում է անում, ես ես դա չեմ կարող մեջբերել, բայց քերակնոջ թեմայով այդպիսի մի մեջբերում է անում, հետո դրանից հետո արդեն հայտնվում է դաշտ մարդու անձնական կյանքից գաղտնի նկարահանված մի հատված, այսինքն այդ ովքեր են կազմակերպում, իրավապահ կառույցներն են, այդ ճշգրտությունը ինչպես է, որ վարչապետի մոտ հայտնվում է, հա, հավանաբար այդպիսի մի բան, ապարդյուն կամ ինֆորմացիա չգիտեմ, հետո դա այսպես հրապարակ է նետվում։ Դուք եւ ընդհանրապես մարդկանց մեջ այսպիսի բան կա, հատկապես պաշտոնյաների, հատկապես Փաշինյանի ընդդիմադիր մարդկանց շրջանում, որ ամենուր գաղտնալսում են, նկարում են, որպես այսպես կոմպրոմատների ինստիտուտ է։ Նախ Փաշինյանի հայտարարության ու հետո այսպես հա լրահոս նետված այդ տեսանյութերի մասին ասեք եւ ձեր կարծիքը, ձեր մեկնաբանությունը եւ երկրորդը ինչ է այդ ամեն համատարած նկարելը, բանը գաղտնալսելը, այդ կոմպրոմատները ինչ փուլում են, իսկապես այդպիսի ակտիվ իրավիճակ է, դուք Փաշինյանին ընդդիմացող բոլորին այդպես նկարում են, իրավապահները դուք չէ՞, այսպես ընդհանուր ասեմ։ Հարգելի լրագրող, ես նախ կրկնեմ, որ չեմ կարող մեկնաբանել վարչապետի հայտարարությունը եւ լիազորված չեմ դրա համար, բայց ես որքան լսել եմ այդ հայտարարության մեջ ըստ էության կոնկրետ անձի անուն, ես չգիտեմ ինչի եք նույնացնում այս տեսագրության հետ, բայց որ արձագանքում էր այդ մարդը։ Ես տեղյակ չեմ, բայց նշեմ ինչ վերաբերում է մեր տիրույթում, թե այս դուք արդեն քննչական կոմիտեն նաև հաղորդագրություն է տարածել, որ այդ մասով նաև վարույթ ունենք նախաձեռնված ըստ էության, այդ վարույթով նախաքննություն է կատարվում եւ համապատասխան անձին կհրավիրվեն հարցաքննության։ Բայց թույլ տվեք, կներերը չի խարխլում մարդու բաղնիքում տեսանյութ։ Դուք ուզում եք ապրեք մի երկրում, որտեղ անձին տեսանկարում են գաղտնի իր լոգարանում։ Բայց բերեք մոտենանք այն կախավարկածից, դուք անդադ սևեռվել եք, որ էդի արվելա իրավապահ մարմինների կողմից, չէ՞, դուք այդ վարկածդ եք շրջանառում, բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ, չգիտեմ, օրինակ, չգիտեմ, որևիցե միջադեպի մասնակիցները, մեկը մյուսն է հրապարակի, դուք ինչի՞ այդ վարկածը, դուք սևեռվել եք, մենք կստուգենք այդ վարկածը։ Ես չգիտեմ, մենք ունենք ընդամենը հրապարակված տեսա ձայնագրություն, բայց չգիտենք
դա երբ է կատարվել, ով է կատարվել, ինչ հանգամանքներում է կատարվել, ոնց է հայտնվել։ Դա էլա ձեր խնդիրը։ Ուսումնասիրում եք, Չեք կանխում, չեք գտնում այն մասը, որ նման բան է։ Ճիշտ ասած, քննչական կոմիտեն դեպքերով զբաղվում է։ Իրավապահների գործն է, այսինքն եթե նույնիսկ Դե ո՞նց կարան կանխեն օրինակ։ Եթե նկարելը։ Չէ՞ որ չեք կանխում շարունակական ձայնագրությունները, եթե դուք չեք։ Ներողություն, մեկ այլ հարցի անդրադառնանք սովորական քաղաքացիների խնդիրներ կարծեք անտեսում։ Դուք այն TikTok-ի դեպքը որ կար, որ տղայի գլուխը մեքենայի ապակուտակ էր դրել եւ ապակին բարձրացնում էր վերև։ Այդ գործը ինչու տենց մատների արանքով գնաց անցավ պարոն Պողոսյան։ Հայտնի աղմկարից դեպք էր։ Դե հիմա չեմ կարող այդ հարցին, եթե բանա կարող եք գրավոր կամ չգիտեմ հետաքրքրվել, մենք կպատասխանենք այդ հարցին, չեմ կարող Եվ ասել։ մի անանուն նամակ եմ ստացել քննադատական կոմիտեի մի խումբ աշխատակիցներից, որտեղ դժգոհում են աշխատաժամանակի մասին, ասում են, որ առավոտ գնում ենք եւ չգիտենք երբ ենք դուրս գալիս, կարող է գիշերվա 1000-ին զանգեն հետ կանչեն եւ չկա համապատասխան վճարում, արդյոք խնդիրը իսկապես այդպես լուրջ է պարոն Պողոսյան։ Դիմի մեջ գրած է քննչական կոմիտեի նախագահ երբ է գնում աշխատանքի վայրից կամ երբ է գնում։ Գուցե դուք եք գրել։ Կարող է։ Բայց խնդիրը Չէ, դժգոհություն չկա, ընդհանուր քննիչները, նշեմ, որ քննիչները, այ ֆայլակը կհաստատի։ Ես ժամը 8-ին գործի տեղն եմ մնում, ամեն առավոտ 8-ից 7 եւ շատ ուշ եմ վերադառնում, բայց լսեմ, դա չի խնդիրը։ Ես նշեմ, որ քննչական կոմիտեում նորմալ հոգեբանական մտոլորտ է տիրում եւ քննիչը այսօրվա պայմաններում պարտադիր բոլորը գնում են պարտադիր ոչ թե գնում են պարտադիր սպառում են գրում են գնաց արձակուրդ, բայց գալիս են գործենալ։ դա չի կարող նման կերպ լինել, որովհետեւ եթե անձը գտնվի արձակուրդում, բայց քննչական գործողություն կատարի, դա հետագայում կվիճարկվի։ Պարոն Պողոսյան, տեսեք, Բայց բերեք իրականում ավարտենք էլի արդեն։ Ինքը իր ձևով կանգնելու է, պաշտպանելու է եկեղեցին։ Այդ հարցին պատասխանեցի։ Բայց դրա համար մարդուն Այդ հարցին կառավարել պատասխանեցի։ Հայաստանի ժողովրդավարության բաստիոնում որքանով է տեղավորվում։ Այդ հարցին պատասխանեցի։ Չէ, այդ կոնտեքստով չէ։ Չէ, այդ կոնտեքստով էլ պատասխանել եմ։ Ժողովրդավար է Հայաստանը։ Ինչու են ձեզ ուղեկցում մինչև ձեր մուտք շենքի։ Դուք ինչ որ վտանգ կա, ինչ որ բանից եք, այդ հավանասից եք վախենում, ինչն է պատճառը, որ դուք այսպիսի հսկողությամբ հասնում եք ձեր։ Դուք տեսել եք։ Այլ տեսել եմ, շենքի մուտքի մոտ տեսել եմ, անձամբ տեսել եմ։ Տեսել եմ շատ։ Սա անձնական է կարծում եմ։ Այս հարցին է պատասխանեմ եւ ձեր թույլտվությամբ վերջացնենք, դա ես չեմ որոշում, դա թե ձևաչափը, ուղեկցման եղանակը, անձանց քանակը եւ այլն որոշում է պետական պահպանության ծառայությունը։ Պաշտոնյաների ցանկում կաք, որ պետք է ունենան պետական պապ, թե վարչապետի հատուկ որոշման։ Այո, շնորհակալություն։ Որը այո, գներիք մի րոպե, որը այո, վարչապետի որոշմամբ թե կակ։ Ես նաև ընդգրկված եմ այդ պաշտոնատար անձանց ցանկում, նաև չէ, ընդգրկված եմ եւ նաև, բայց նաև իհարկե որոշման պահում վարչապետի։ Այսքան եթե ուրիշ հարց ունեք, Եթե վարչապետը նման բան է որոշում, ուրեմն տվյալ պաշտոնյային ինչ որ վտանգ է սպառնում։ Մինչև իմ այս պաշտոնը զբաղեցնելը նախորդ քննչական Նախորդին էլ ենք հարցրել, նախորդին էլ ենք հարցրել։ բացում եք ապա։ Մենակ հարց ենք տալիս, պատասխան չի հնչում։ դա կապ չունի, չէ՞, ձեր ասած մատնանշված դեպքը։ Կապ ունի։ Շնորհակալ եմ հարգել լրագրողներ։